Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ։ 2021 թվականից սկսած ամերիկահայ գրող դրամատուրգ Հրանտ Մարգարյանի նախաձեռնությամբ Հայաստանում լույս է տեսնում 21-րդ դարի հայ գրականություն մատենաշարը, որը խմբավորում է տարբեր հատույթներ։ Այդ մատենաշարի 7-րդ գիրքն է լույս տեսել Ձայն հիշատակի վերնագրով, որտեղ ամփոփված են մեր այն գրողների գործերը, որոնք ապրել են մինչև 21-րդ դարը եւ ցավոք մեզ հետ չեն։ Այս ժողովածուի շուրջ այսօր կզրուցենք գրականագետ Արմեն Ավանեսյանի հետ։ Ողջույն Արմեն։ Եթե փորձենք հիշել նախորդ ժողովածուների, մատենաշարի նախորդ 6 գրքերի վերնագրերը, Ձայն արցախական, Ձայն դու թվարկի ավելավես Ձայն հյուսիսային, Ձայն նորաստ, Ձայն քերթողական, Ձայն քերթողական, այսինքն դրանք հատույթներ էին, որոնք ընդգրկում էին լոկալ, այդ բառ օգտագործեմ, լոկալ տարածություններ, Արցախում ստեղծվող գրականություն, Ռուսաստանում ստեղծվող գրականություն, երիտասարդ գրողների գրականություն, դրամատուրգիան ամփոփող, չէ, հատոր ունեցանք եւ այլն եւ այլն։ Եվ տես, եթե հիշում ես մեր զրույցները, ինչքան գիտեմ, գրեթե բոլոր հատորների մասին խոսել ենք մեր տաղավարում, որոշակի կասկած, բան այն ամենայնիվ կար, որտեղ գործ ունեինք ընթացիկ process-ի հետ, դու էլ միշտ նշում էիր, որ գիտես ինչ, լավ, այդքան ծանր մի նայի կամ այդքան քննադատաբար մի նայի, որտեղ ընթացիկ process է ամփոփում։ Այս դեպքում Ձայն հիշատակի մենք հայտնի այսպես եզրույթ օգտագործելով ավարտված ամփոփված կենսագրության հետ մեկտեղ կար ժամանականց գրեթե գրականության պատմությունն է ցույց տալիս հիմնական մասով ունենում ենք նաև ավարտված ամբողջացված այսպես գրական կենսագրություն, արժևորման տեսանկյունից։ Ահա կուզեի այդ ճշտող ելակետից սկսենք, դա հաշվի առնվել է այս ժողովածուն կազմելիս, թե պարզապես ով որ մահացել է 21-րդ դարում վերցրել եք դրել եք։ Չէ, պարտադիր հաշվի առնվել է, կարող եմ ասել, որ որոշակի նաև սուբյեկտիվ տար կա, ոնց որ մնացած բոլոր ընտրանիներում իր բնույթով նաև ընտրանի է, այս գիրքի իր բնույթով նաև ընտրանի է, որովհետև ես եմ ընտրել տվյալ հեղինակից, որ ստեղծագործությունը կամ որ բանաստեղծական շարքը կամ նույնիսկ եթե չի եղել, ես ինքս շարք եմ ձևավորել եւ ներկայացել կամ փունջ եմ ներկայացել տվյալ հեղինակից բանաստեղծություններ եւ այո որ մենք համեմատենք մյուս հատորների հետ, կտեսնենք, որ այստեղ գրականությունը ավելի մոտ է դասական ավանդներին իր կայացածության տեսանկյունով։ Այստեղ տարբեր գրողներ են։ Բնականաբար տարբեր գրողներ են, բայց այդ ձեր ասած արդեն ավարտուն, արդեն, գրական process-ը որոշակիորեն այդ տրոփյունը, այդ վայրիվերումները շատ ավելի են երևում։ Շատ ավելի երևում։ Իսկ այստեղ, երբ որ արդեն գրողը մեզ հետ եւ նրա ստեղծագործական ամբողջական տիրույթը տեսանելի է, կարողանում ենք շատ ավելի հետաքրքիր ընտրություն կատարել։ Ես ընտրության մասով ես հերթեցի գիրքը, որպեսզի մեր ռադիո ունկնդիրներն էլ պատկերացում կազմեն, այստեղ սկսած Հրանտ Մաթևոսյան, Արցակի վարպետներ, Աղասի Այվազյան, Լևոն Խեչոյան, Վարուժան Այվազյան, պոեզիայից Հովանես Գրիգորյան, Դավիթ Հովանես, Արմեն Մարտիրոսյան, իրոք անուններ, որոնք անկախ էս անթոլոգիաներից, այս ժողովածուներից մեծություններ են, Լևոն Խեչոյան, մյուսները, որ կան այս գրքում, իմ ասած ուրիշ բանի է վերաբերում, էլի, Արմեն։ Տես Հրանտ Մաթևոսյան եւ անուն չտամ, էլի։ Արդյոք ներ դնելի են նույն տեղում անկախ նրանից որ մահացել են լավ այ հարցած դրա մասն էր որ մահից հետո ինչ որ բան արդյոք ես սա սուբյեկտիվ էլի վերաբերմունք ես կարծում եմ Հրանտ Մաթևոսյանը ամենաշատն է ազդել ժամանակակից հայ գրականության վրա չնայած անկախությունից հետո կարելի ասել ոչ մի գեղարվեստական ստեղծագործություն գոնե չի հրատարակել։ Ես մի անգամ սահմանել եմ, որ չստեղծագործելով ինքը մնում էր ամենաստեղծագործող գրողը։ Եվ ամենաշատն է ազդել։ Գիտեք, ամեն դեպքում գալիս է այստեղ նաև ինչ որ հետաքրքիր միտումներ կան, որ բերում միավորում են, որովհետև ամեն դեպքում ժամանակը իր գործառույթը կատարում է։ Անշուշտ համադրելի չեն շատ անուններ, ամեն մեկը կարելի ասել իր բնույթով, իր ներկայությամբ, իսկ ինչու համադրելի չեն, ասենք նույն Հրանտ Մաթևոսյանն ու Աղասի Այվազյանը համադրելի են, անշուշտ համադրելի են։ Ինչու համադրելի չեն, ասենք պատասխան այնպեսի անուն է տալիս։
Իմի հետաքրիր բան տեսար մեն դրամատուրգներ չկան, միթե լավ դրամատուրգներ մարդ վախենում էլ ասի կամ ամաչումա չեն մահացել այս ընթացքում։ Գիտեք, այդտեղ կան գրողներ, որոնք դրամատուրգիական ես նաև տեսա որ մարտիկը որ նույն Աղաս Այլազյանը Խեչյանն ուներ դրամաներ, Վրեժիստրելյանն ուներ դրամաներ, Ալեքս Թոփչյանը ուներ եւ բոլորը ունեն, էլի։ Դե հիմա գիտեք, երբ որ մենք ձայն թատերական գիրքը արեցինք, այնտեղ նաև ներկայացրեցինք ժամանակակից դրամատուրգիան, ճիշտ է, էլի կենթանի ապրող գրողների ստեղծագործություններն են հիմնականում հավաքված այնտեղ, բայց այստեղ նկատի ունենալով որ գիրքը կարող է ասենք դրամատուրգիան գիտեք բավականին ծավալ է զբաղեցնում, ես հա էլի սա չենք կարող, ասենք նույն վիպակներ կային, որ ես շատ եմ սիրում այդ վիպակները եւ կուզեի վիպակներ դնել, բայց դե եւ կամ վեբ եւ այլն, սրանք գիտեք պատուհաններ են դառնում, այն ապագայում մենք որ կուզենա հայ գրականության 21-րդ դարի հայ գրականության պետաքրքրվի, ես սրանք հիմնական պատուհաններ են, որ տվյալ հեղինակին անդրադառնալու, մոտենալու, մանավանդ որ մենք ուզում ենք սա նաեւ հնարավորինս տարածենք նվիրատվության ձևով Սփյուռքի մեր կենտրոններին մշակութային, որպեսզի հայ գրականության նկատմամբ ուշադրություն բևեռվի։ Հիմնական նպատակը սա է, ինքը որպես այդպեսին սա ենք միտված եւ ուզում ենք համապատկերային բնույթ կրի, Դրա համար, այո, բնականաբար նկատի ենք ունեցել նրանք, ովքեր որ Հայաստանի գրողների միության անդամներ էին։ Անդամ լինելը պարտադիր է։ Դե հա, դա էր, որովհետեւ մենք շատ գիտենք թե ինչքան գրողներ կան, ինչքան ստեղծագործողներ կան, լավերին գիտենք էլի Արմեն։ Բնականաբար միության անդամ են։ Դե ինձ թվում է լավագույններն էլ լինում են գրողների միության անդամներ, հետո կան էլի։ Ես այլ օրինակներ կբերեմ, ամեն տես ես ասեմ, որ այդ առումով նպատակին իսկապես հասել եք եւ ասենց գլխանց ամրագրեմ, որ հրաշալի գիրք է ստացվել, որտեվ ես գործերի 99%-ից ծանոթ են այստեղ ընդգրկված, ես եթերից առաջ թերթեցի, թե որ գործերն են եւ այլն եւ իսկապես արժեքային առումով արտակարգ լավ պատմվածներ են ընդգրկված, շատ հրաշալի բանաստեղծական շարք են ընդգրկված, բայց այդ ընդգրկման հարցով տես որ կար ձայն արցախական այդ պատճառով մեզնից հեռացած Վարդան Հակոբյանը չի ընդգրկվել այդ գրքը։ Այո, այնտեղ կար ինքը, որովհետեւ ես ասում եմ, դրանք պատուհաններ են, չենք ուզում որ այդ պատուհանները կրկնվեն, որոնք հնարավորություն տան։ Ճիշտ է, երբեմն եղել են դեպքեր, որ եւ դրամատուրգ եւ ասենք, չգիտեմ, արձակում եղել են անուններ, որ կրկնվել են, դա էլ որոշակի համակարգային ոչ մի անուն չի կրկնվում, այդպես շատ քիչ, շատ սակավ Վարդանը արժեր որ կրկնվեն։ Շատ սակավ են, հա։ Նկատի կունենանք հաջորդ որովհետեւ բարականերում, այո, Վարդան արժեքային ենք նայում, պետք է պիտի լիներ, այո։ Արմեն գանք արդեն բովանդակային երևի հատույթին, ես հաճույքով նկատեցի, որ եւ նաեւ այս գիրքը այդ կար ժամանական ընթացքում առիթ ծառայեց որոշակի նաեւ ընդհանրացումների անգամ թերթումը այդ ընդհանրացումների առիթը տվեց։ Ես մեծ գոհունակությամբ տեսա, որ մեր 90-ականներից 2000-ականների արձակը այն գրողների ստեղծածի հատույթում, որոնք ցավոք այսօր մեզ չեն, արժեքավոր իսկապես գործեր է տվել եւ նույն Զորայր Խալափյանի Պտտահողմ պատմվածքը այստեղ հանդիպեցի, Լևոն Խեչյանի Շաբաթ Կիրակին, Ռաֆիկ Նահապետյանի գործերը, Վրեժիստրելյանի պատմվածքները, չգիտեմ, Դենատ Մաթեոսյանին էլ չասած, Վանոս Իրադեղյանի, որ շքեղ իսկապես նմուշներ են արձակի եւ պատմվածքագրության, տեսա, որ ինչ հարստություն ունենք։ Հիմա երբ որ այս ամփոփումի process-ը քեզ մոտ ինչ տպավորություն էր, ինչու ունենք այս հարստությունը եւ չունենք դրա գիտակցումը կամ մեր գրականության այդքան բարձր դիտարկումը։ Նոր պետք է հասկանանք։ Արցակից սկսենք։ Գրականությունը միշտ ավելի առաջ է ընկնում, քան Դե ժամանակի հասարակությունը ընդհանրապես չի ընկնում։ Հա, եւ մի քիչ ժամանակներ էլ են, այդպես կարելի ասել այնպես են, որ գրականությունը ինչ որ չափ լուսանցկված է, եթե չասենք ստվերված է, սրանք անշուշտ, բայց ես կարծում եմ, որ այսօր ամեն դեպքում տեսնում ենք, որ հրատարակվում են թե ձեր նշած հեղինակների բոլորի գրքերը նորից վերահրատարակվում են, նորովի են ներկայացվում եւ երիտասարդների մոտ էլ ակտիվություն է նկատվում, այս հեղինակներին ամեն դեպքում ուշադրություն դարձում է։ Եվ սա եւս մի
միջոց է նորից այդ անուններին, այդ մարդկանց, այդ գրողների ստեղծած այդ արժեքավոր գործերին, իսկ իրոք հրաշալի սերունդ էր, այսօր նայում եմ, սերունդ չասեմ, լավ, մեծանատականություններ կային։ Այո, Ռուբեն Հովսեփյանը կան ուժեղ, շատ ուժեղ։ Իսկ շքեղ արձակ ենք մենք ունեցել։ Պոեզիան էլ կներեք հետ չի մնում։ Պոեզիային հետո ենք անդրադառնել, բայց արձակը միշտ սովորաբար մեր տարբեր ժամանակներում պոեզիան ավելի ուժեղ է եղել, քան արձակը, բայց այս անկախության շրջանում, չգիտեմ, թե պետականության հետ էր կապված, թե ինչ էր կապված, մեր եւ արձակը եւ դրամատուրգիան էլ զարմանալիորեն բավականին հետաքրքիր, բազմազան եւ խորը արմատներով դրսեւորումներ ունեցան։ Ես այստեղ մի հետաքրքիր նշագրում անեմ, գուցե դու մոռանաս, ընդ որում Հրանտ Մաթեւոսյանի մասն էլ որ խոսում ենք, այստեղ ընդգրկված գործը ծաղրածուների մեր տոհմը, էլի յուրովի կարելի է համարել 21-րդ դարի գործ, որտեղ առաջին անգամ ընթերցողին ներկայացվեց 2006 թվականին Նարցիս հանդեսում, այո, անտիպ գործ է ներկայացել, այնպես որ այդ պրոցեսից քայլող բան է, էլի։ Դա էլ նկատի եմ ունեցել եւ ընտրություն կատարելուց էլ, ասենք, նույն ձևի նայել եմ, որ ավելի ուշ շրջանի, վերջի շրջանի Խալափյանի եւ վերջի պատմվածքներ, վերջի շրջանի, այո, դա դիտում եմ, որ ինչքան 21-րդ դարի եւ այդ միտումներին, որովհետեւ նաեւ 21-րդ դարի ոգին պիտի երևա այս գրքում իմիջիայլոց հերթականությունը դասավորել ենք թե ով քանի տարի ապրել 21-րդ դարում 2 տարի 3 տարի 4 տարի այսպես ենք այսպես փաստորեն 21-րդ դարում ապրել է 2 տարի այո դրա համար հենց նրանով է էլի բացվում հատորը սա էլ հետաքրքիր մոտեցում է թե քանի տարի է դրսևորվել 21-րդ դարի գրականության վրա եւ այլն դրա համար այս ապրած տարիներով ենք, համակարգել նայումով ամենաշատը ապրել 21-րդ դարում Նոնա Պողոսյանը փաստորեն ամենաշատը ապրել է այս գրքի պարագայում այո Արմեն պոեզիան մի փոքր այլ հատույթ է, տես նաև այս գրքի պարագծում ես նաև հասկացա, որ անկախ անուններից Մաթեւոսյան, Այվազյան, Խեչոյան, Խալափյան, շատ ուժեղ անուններ են, Վրեժ Իսրայելյան, Ռուբեն Հովսեփյան, Ալեքսանդր Թոփչյան, հետո մյուսներին Սամվել Բեգլարյան շատ կան անուններ, բայց այնուամենայնիվ այս արձակը, որ փորձենք այսպես ընդհանրացնել գնահատել ինչ որ միասեռություն ունի, հա, տեսնում ես մի անկախ ոճերից, անկախ տաղանդներից ինչ որ ընդհանրություն տեսնում ես, բայց եթե հիմա գանք պոեզիայի դաշտը, այս չափազանց տարբեր երևույթներ էին, ասենք այնտեղ պոստմոդեռնիստական երևույթներ, հա, անգամ նույնիսկ անհայտ անունների գործերում Սարգիս Կարեյան, Ռազմիկ Տոնյան եւ այլն, դա մեր արդեն շատ սիրած բանաստեղծության դրսևորումները Հովհաննես Գրիգորյան եւ այսպես ասում են շրջապատը, բայց նաեւ 90-ականներին վերազարթնած պոեզիայի ձևեր, հա, Հրաչյա Թամրազյանի, ասենք շքեղ քառատողերը, հա, դասական չափու ձևի մեջ, հետո նաեւ այդ աստվածամարտական պոեզիան Վահան Վարդանյան եւ այլն, այս եւ չխուսափեմ, տես արձակի դեպքում այդքան կատեգորիկ չէի լինի, բայց պոեզիայի դեպքում չխուսափենք նաեւ պարզապես գրական ընթացքին ծառայած, հա, ինչ որ բաներով հանդես եկած պոետներ, անունները չեմ տալիս այս դեպքում ընթերցողները կտեսնեն։ Այս ոնց է համադրել, այս ոնց էր երևում, էլի, օրինակ, ես որ ընտրելուց լինեի, օրինակ վերցնելով մի հատ շքեղ բանաստեղծություն, ասենք Հրաչյա Սարուխանից կամ նույնիսկ Արարատյանի են Գյումրին, հա, եկել ոնց է դրա կողքը դրվում, անունը չտամի բանաստեղծություն օրինակ։ Ոնց է էլի ձգել, բերել, հասցրել այդտեղ էլի։ Հա, դե քանի որ ինքը համապատկերային բնույթ է կանում։ Իմիջիայլոց կա, այդ բանը կա, որովհետև ասենք խիստ ընտրություն օրինակ Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծությունները ընտրելուց։ Ես նայեցի, որ վերջշրջանի գործերից է ընտրել։ Այո, վերջի այդ ներաշխարհի լռություն գրքից այդ վերջին երկու դա էլ հետաքրքիր, կյանքի վերջի գրքերը մի հատ հետաքրքիր հյութեղ են լինում, այս մեր գրողների էլի։ Մեկ Արմենինը շքեղ էր, Հրաչ Թամրազյանի կյանքի վերջի գրքերն էլ Հրաչ Թամրազյանի երկու գրքերն էլ շատ շքեղ գրքեր էին, հա, բովանդակային առումով եմ ասում հատկապես, այստեղ երբ որ ընտրությունը կատարում ես, շատ ավելի դժվար բախման ես, որովհետև, բայց կան գրողներ, որ տեսնում ես, որ կներես էլի տվյալ գրքից կամ տվյալ շարքից 4-ը դնես, 7-ը դնես, թե միևնույնն է։ Բայց որովհետև գիտեք նաև դաշտի խնդիր կա, որ ներկայացվում է դաշտը, իսկ մենք գիտենք, որ
անտառը սոսկ կաղնիներից չի էլի, այնտեղ կան տարբեր թփուտներ կան, տարբեր բույսեր կան, այդ ասել ես մի անգամ։ Հա, նորից եմ կրկնում, դե ես սիրում եմ անտառը։ Ու այս բարագայում մենք պիտի նաև այդ միջավայրը, հա, ցույց տանք, որովհետև որքան էլ որ ուզենանք տնենք լոկալության վրա, թե տվյալ անհատականություն եւ այլն, բայց այդ անհատականությունը դրսեւորվել է որոշակի միջավայրում, եւ այդ միջավայրը եւս պիտի երևա գրքում։ Դրա համար այսպես ասած աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի եւ այդտեղ արդեն չեմ ուզում ասել, որ ինքը մատնտիր գիրք է այդ իմաստով, բայց գոնե տես այս դեպքում ինչքան էլ դիմա փորձում ես արդանալ, իմ կարծիքով իսկապես հրաշալի գիրք է։ Հրաշալի գիրք է, ես միտումներն եմ ուզում հասկանալ։ Միտումները ներքին տվայտանքներ կազմող նկատի ունենալով, որ գիտեք, ասենք շատ հեղինակներ եւ շատ գրողներ կան, որ նրանք հատկապես մարզային դրսևորումներ են ունեցել, սիրվել են, մեծարվել են իրենց մարզերում եւ այլն, այդ մարդկանց էլ պիտի բնականաբար հիշատակը հարգվեր, որովհետեւ գիրքը կոչվում է ձայն հիշատակի։ Հիշատակի, այսինքն այդ սկզբունքը պահել եք, իսկ ինֆորմացիան որտեղից է քաղել, չէ՞, ով կա, ով չկա։ Որտեվ ես սա էլ խոստովանը մեր ռադիոլսողներին գիրքը թերթելուց ցավով հայտնաբերեցի, որ սիրված գրողներ կան, որոնց մահվան մասին չեմ իմացել։ Ինֆորմացիան հիմնականում դե քաղել ենք ուսումնասիրելով, թե տեղեկագրերն ենք ուսումնասիրել, թե ուսումնասիրել ենք նաև ինտերնետային հատույթները, գրական թերթի միջայլոց, քանի որ բանը կար վերջում գրական թերթի այդ վերջին տեղեկատվական բանը, որովհետև միշտ տրվում էր թե ովքեր մացել, բայց դες այդ ինֆորմացիան այդպես մարսելիս մի ցավագին բան Արմեն այն ամենայնիվ միջովս անցավ, ես մարդ եմ, որը շատ ուշադրությամբ է, չէ, հետևում գրական պրոցեսներին, գիտի արժևորել ինչ որ տեղ եւ այլն, բայց չիմանալ գրողի ոչ վատ գրողի, լավ գրողի մահվան մասին ինձ որոշ բաների մեջ գցեց, ճիշտ ասած։ Ժամանակների առումով, այդ մեր անտարբերության առումով մի քիչ տխրեցրեց, ճիշտ ասած։ Դե ռիթմեր են եւ այդ ժամանակներ են, մի քիչ այսօր էլ մենք բոլորս քեզ զբաղվածության մեջ ենք եւ դա բնական է, բայց եթե մի կարևոր բան էլ ասեմ, որը ինձ համար էլ շատ այսպես ասած եւ ցավալի էր եւ մյուս կողմից պարտավորեցնող, այստեղ որ թերթես դու էլ կտեսնես, որ բոլորի հետ անձնական շփում ունեցել ես Արքմենիկ ջան։ Էդ էլ ֆիքսեցի։ Սա ես էլ բոլորի հետ անձնական շփումներ, բոլորի հետ շփվել ենք, սուրճ ենք խմել, զրույց ենք արել, սովորել ենք նրանցից, չգիտեմ, նրանք են մեզով հուսադրվել կամ ինչ-որ բան։ Նայեցի մենակ կարծեմ Հրանտ Մաթեոսյանի եւ Վանո Սիրադեղյանի հետ չի շփվել։ Նույնն էլ ես, ասենք ամենահայտնիներից է։ Վանո Հրանտ Մաթեոսյանին տեսել եմ Հրանտ Թամարազյանի թարգման ժամանակ, հա, դա է եղել, հա, բայց մնացած բոլորի հետ գրեթե առնչվել ենք, շփվել ենք եւ նրանց աշխարհներին ծանոթ ենք, դա եւս պարտավորեցնող էր։ Արմեն, այս մատենաշարը նոր սկսեց դուրս գալ էլի։ Բայց այնք մի հատ բան էլ կա, չէ, որ մի բան սկսում է դուրս գալ, պարզումա վերջինն է, կամ այլևս շարունակություն չունի։ Հիմա դատելով են նախորդ վերնագրից էլ հյուսիսային, էլ հարավային, էլ քերթողական, էլ չգիտեմ, տարածական, էլ տիեզերական, հիմա էլ հիշատակի շարունակություն կունենաս, թե սպասելու եք պատուհանների բացվելուն ենք ասած, որ հիմա այս պատուհանները շարունակություն կունենա եւ շուտով լույս կտեսնի մի քանի օրից այսպես մենակ այնպեսի վերնագիր չասես երիտասարդ նոր գրականություն մուտք գործող ոնց եք վերնագրել ձայն նորաստեղծ ես մտածում էի ձայն մուտքական երևի չէ մուտքը կար ժամանակին Հովհաննես Գրիգորյանն լավ հումոր արեց ասես մի հատ ելք պիտի ստեղծենք մատենաշար ու որից հետո արդեն մենք Սփյուռքի շատ ավելի բարդ եւ դժվարին աշխատանք է սպասվում, որովհետեւ պիտի թե Սիրիայի գրականությունը, թե Պարսկահայ գրականությունը, Լիբանանահայ, չէ, մենք ուզում ենք ըստ գաղթօջախների ներքին տրամադրությունները, որպեսզի ասենք օրինակի համար արևելյաց երկրներում ստեղծված գրականությունը մի հատ օր անենք։ Հետո ձայն Եվրոպայում ստեղծող Անդր Օվկիանոսյան երևի։ Դե հիմա վերնագրերի գաղափար եմ տալի էլի։ Անպայման կդիմեմ այդ
վերնագրերի ընտրության հարցում, բայց այո, դա էլ պիտի անենք։ Այստեղ խնդիրներ կան, օրինակ ասենք կա դասական սփյուռքահայ գրող, լրիվ լեզվով իր մտածողությամբ ուրիշ ձև է, հատկապես ամերիկյան այդ խնդիրների կբախվեք, որ պետք է լինեմ կասեք խնդիրներին եւ պարտադիր պիտի այստեղ քննարկենք, գուցեև Ամերիկայի գրականությանը երկու հատորով անդրադառնանք, տեսնենք ինչ պիտի լինի։ Նախատեսել ենք 12 հատոր, էլի, որ պիտի դրանից հետո եւս 12 թե ընդհանուր ամբողջ հատորյակը պետք է լինի ամիսը մի հատոր։ Ահա, որ ամեն մեկը ընթերցելուց ամիսը մի հատոր ընթերցի եւ մեկ տարվա մեջ ծանոթանա 21-րդ տարի հայ գրականության։ Վերջում կստացվի ձայն ամանորյա, էլի, տենց, չէ՞։ Դե դել կմտածենք թե ինչ կանենք, գուցե 13-րդ Շնորհակալություն Արմեն, հաջողություն ձեր գործերին։ Ես էլի ասեմ իսկապես այս հատորով տպավորված եմ եւ ոչ միայն ընդգրկած գործերի որակով, այլ նաեւ ինքը շատ մտորումների, թանացումների տեղիք տվող հատոր է, շատ բաներ ստիպեց մտածել այս կարճ ընթացքում, հիմա ավելի մանրամասն ուսումնասիրությունը վստահ եմ ավելի նոր դռներ կբացի, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի գրականագետ Արմեն Ավանեսյանի հետ, մեր զրույցի թեման ձայն հիշատակի ժողովածուներ, լավ եղեք։